Այսօր ՄԱԿ-ում քննարկվում էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հնգամյա պարբերական դիտարկումը եւ այդ թեմայով խոսելու ենք Հայաստանից քաղաքացիական կազմակերպությունների պատվիրակ Հովհաննես Իշխանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Իշխանյան։ Մենք on-line հետևում էինք նիստին, մոտավորապես 3 ժամ տևողությամբ նիստ էր, ինչ քննարկվեց եւ որ երկրները հիմնականում ինչ առաջարկեցին կամ ինչ դիտարկումներ ունեին ընդհանուր զեկույցի մասին։ Եթե փորձենք բաժանել մասերի, այսպես top ռանգյակ անենք, իհարկե առաջ տեղում կանանց իրավունքների մասն էր, գրեթե պետություն չկար, որը կանանց իրավունքներին չանդրադառնար, եւ հիմնականում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն էին առաջարկություն անում, ինչպես նաեւ խտրականության հարգելքի դեմ առաջարկներն էին շատ էին նաև երեխաների պաշտպանության առաջարկները, տրաֆիքինգի առաջարկները, ինչն էր պետք որ շատ լիներ, դա հավաքների ազատությունն է, խոսքի ազատությունը, քաղաքական իրավունքների ազատությունն է, որը այն մասշտաբի չէր ներկայացվում մյուս պետությունների կողմից, ինչ եղել էր այդ 5 տարիների ընթացքում, բայց այնուամենայնիվ որոշ երկրներ իհարկե ներկայացրեցին, օրինակ Գերմանիան, Ավստրիան, Բալթյան երկրները եւ Լեհաստանը, նրանցից ոմանք խոսացին խոսքի ազատության, ոմանք ոստիկանության բռնությունների, խոշտանգումների հետ կապված առաջարկներ արեցին, եղան ոչ շատ, բայց եղան հավաքների ազատության հետ կապված առաջարկներ, այսինքն այնպես չի, որ այս աշխատանքը արդյունք չի տվել, բայց երևում է, որ դեռ շատ տեղ կա աշխատելու, որովհետև այս տարիների ընթացքում Հայաստանի այն քաղաքացիական հասարակությունը, որ 2018 թվականից սերտաճեց իշխանության հետ, մարտահրավեր իշխանություն, մյուսը լավ հարաբերություններ պահպանեցին իշխանության հետ ու միջազգային կառույցներին այլևս չէին զեկուցում այն մասշտաբային իրավախախտումների մասին, որ տեղի էր ունենում ու դրանից ելնելով նոր քաղաքացիական հասարակության անհրաժեշտություն կար, որը դրոյից ստեղծվում էր ու նոր կապեր էր ստեղծում, այս պարբերական դիտարկմանը երևաց, որ արդյունք տվել է, որտեղ պատկերացրեք ընդհանրապես հայաքվեն կամ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների կոալիցիան, 4 կազմակերպությունների կոալիցիան, ընդհանրապես որևէ զեկույց տված չլինեին, ընդհանրապես բացակայելու էր երկրներում այս խնդիրների մասին խոսակցությունը։ Արդյունք կա իհարկե, ես հիշում եմ 2015 թվականին, երբ որ առաջին անգամ էի հետևում այս պարբերական դիտարկմանը, այն ժամանակ շատ քիչ երկրներ էին, որ անդրադառնում էին օրինակ սեփական կողմնորոշումով պայմանավորված իրավախախտումներին, իսկ հիմա ոնց տեսնում եք թրենդը դա է։ Թրենդը դա է, որովհետև այս տարիների աշխատանքն է այդ կազմակերպությունների թրենդը դա դարձրել, իրենք կարծել են իրենց իրավունքների հարցը այդպես քաղաքական դարձնել, ինչը չի նշանակում վատ է, դա վատի լավի մասին չի խոսքը, սակայն Հայաստանում եկեք խոստովանենք, որ այս 5 տարիների ընթացքում այնպիսի քաղաքական ու քաղաքացիական իրավունքների խախտումներ են տեղի ունեցել, որոնք պետք է քնդային այսօրվա նիստում, բայց դեռ կքնդան։ Ադրբեջանի պատվիրակությունը ինչ առաջարկներ արեց եւ Ադրբեջանի առաջարկած զեկույցից կետերը, որոնք տեղ էին գտել համընդհանուր զեկույցում, ինչ ճակատագիր ունեցան։ Նախ ինչեւ Ադրբեջանի պատվիրակի զեկույցին ոչ թե պատվիրակին, այլ Ժնևում Ադրբեջանի ներկայացուցչին անդրադառնալը նկատենք, որ Հայաստանը եւ իր ազգային զեկույցն է ներկայացնում, Ադրբեջանը ընդհատեց Հայաստանին ու ասաց, որ դուք շեղվում եք եւ անդադության կետեր նշեց, որոնք փորձում էր Հայաստանին արգելել բայց խոսել բանի էթնիկ զտումների մասին, ընդ որում եկեք նկատենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, որը մեր պատվիրակություններ ներկայացնում այստեղ Ժնևում,
Նա երբ որ խոսում է տեղահանումների մասին, նախ էթնիկ հպում բառը չի օգտագործել, դեռ չեմ ասում ցեղասպանություն բառը, երկրորդ իջերել նշել, թե ով է իրականացրել դա։ Սա նոր քաղաքականություն է Հայաստանի իշխանությունների մոտ, նրանք չեն նշում ովքեր են մեղավորները, անունները չեն տալիս։ Փոխնախարարների մակարդակով պատվիրակություններ ուղարկած, որը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը։ Որ հերթը հասավ Ադրբեջանին, Ադրբեջանը արեց առաջարկություններ, որոնք մոտս ես նշել եմ Ադրբեջանի առաջարկությունները, որոնք վերաբերում էին անհայտ կորածներին, գերիներին, մշակութային ժառանգության հարգմանը, Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ ատելության խոսքի բացառմանը, ամենակարևորը նրանց փախստականների վերադարձին, որը ինչպես գիտեք Ալիևը ուզում է միակողմանի անել, այսինքն ոչ թե այնպես որ Հայաստանի փախստականները իր Բաքվից եկած եւ ոչ միայն Բաքվից Ադրբեջանի մյուս տարածքներից եկած վերադառնան, այլ միայն ադրբեջանցիները վերադառնան եւ ինչ առաջարկություններ արել այն առաջարկությունը, որը ես ճիշտ ասած մտահոգություն ունեի, որ կարվի թութ չարվեց, այդտեղ ականների հետ կապված բան կար, առաջարկություն կար եւ ինչպես նաեւ Հայաստանում ահաբեկիչներին քննության առնելու առաջարկ կար եւ սա էլ է ինչ որ վտանգավոր, որովհետեւ եթե հաշվի առնենք այն, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է այսպես իսկ լեզվով ասած ահաբեկիչներին կապելով այն շինքու դատավարությունները տեղի են ունենում Ադրբեջանում, այս վտանգն էլ կա, որ իշխանությունը կարող է գնալ համագործակցության եւ հուսում եմ իմ ակնկալիքները չեն արդարանա եւ սեպտեմբերին, երբ Հայաստանը պետք է արդեն վերջնական որոշումը տալու առաջարկություններ միանքնում, որոնք չէ, կներժի Ադրբեջանի բոլոր ոչ հիմնավոր օթից վերցրած ստեղծած կեղծ առաջարկությունները։ Լավ, այսինքն ճիշտ հասկացա, որ բոլոր երկրների դիտարկումներն ու արձագանքները իրար հետ վերցրած Հայաստանի համար ոչ բարենպաստ էին միայն Ադրբեջանի առաջարկությունները։ Չենք կարող ասել, դա ժամանակը կտեսնենք, Ադրբեջանինը միանշանակ ոչ բարենպաստ էին, հետո կա առաջարկներ լինեն, որոնց Հայաստանը ասում է գիտեք ինչ կա, մենք սա արել ենք եւ կարիք չկար այս առաջարկի եւ այդպես չընդունի։ Մայիսի 7-ին Հայաստանը պետք է իր նախնական որոշումներ կայացնի առաջարկների։ Կարա մայիսի 7-ին նաեւ ասի ընդհանրապես ժամանակը քիչ է, չեմ կարողացել նայեմ, սա ավելի խորովելիության կարիք ունի, բայց սեպտեմբերին պարտավոր է արդեն վերջնական կայացնի որոշումը։ Ինչ սպասենք Հայաստանի պատվիրակությունից, այսինքն ինչ առաջարկներ է սպասում, որ կընդունեն, ինչ առաջարկներ ոչ, եւ ինչ կփոխվի դրանից հետո մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հետաքրքիր իրավիճակ է սպասվելու, որովհետեւ տեսեք նախորդ բանի ժամանակ, դիտարկման ժամանակ կային բաներ, որոնք մերոնք ընդունել էին, օրինակ Ռոմի ստատուտը նախորդ դիտարկմանը առաջարկվել էր, իրենք ընդունել էին առաջարկը, հետո էլ Ռոմի ստատուտը ընդունեցին, կամ այդ շատ է խոսվում նրա մասին, որ մահապատիժը բոլոր դրույթներով վերացման այդ վերաբերող մասը ընդունելը եւ դա էլ էին արել ու հիմա փաստորեն Ստամբուլի կոնվենցիան ամենաշատն է հնչում, մյուսը երկրորդ տեղը վավերացնելու երևի դա միգրացիայի վերաբերող կոնվենցիայի վավերացումներ, միգրանտների եւ նրանց ընտանիքների պաշտպանությանը վերաբերող ու գիտեք հիմա քանի որ այդ Ստամբուլի կոնվենցիան, որը վերաբերում է կանանց իրավունքների պաշտպանությանը շատ չհաճախված թեմա է, հատկապես Ստամբուլ անունն էլ մեջը բանը առաջացնում, հա, ասենք վախերը առաջացնում, հիմա պատկերացրեք այս տարիների ընթացքում, քանի որ Հայաստանը ել ավելի բաների է վերածվել, դավադրության հավատացողը դարձել ավելի հանրությունը, օբյեկտիվ պատճառներով, քանի որ լիքը դավադրություններ իրականացվել են ու ավելի
տենց բան հակաթուրքական է դարձել, չնայած իշխանությունը չէ, բայց հանրությունը ալի է եւ շատ հետաքրքիր է լինելու թե ինչպես են դուրս գալու այդ կոնվենցիան վավերացնել, չվավերացնելու բանկից։ Ես վստահ եմ, որ առաջարկությունը ընդունելի են, որ վավերացնելի են, բայց մյուս 5 տարիների ընթացքում հավանաբար չվավերացնելուց այս կամ վավերացնել չվավերացնել այդ դիլեմայից նրանց կփրկի իշխանազրկումը։ Լավ, շնորհակալություն շատ, պարոն Իշխանյան։ Մենք զրուցում էինք Ժնևում Հայաստանի քաղաքացիական կազմակերպություններից պատվիրակ իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։